Հայ ժողովրդի արժանի զավակ հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհած 17-ամյա զինվոր Վահան Օհանյանի անվամբ այս կրթօջախում սենյակ բացելու գաղափարը դպրոցի տնօրեն Խորեն Փնջյանինն է եղել։ Վաղը մեկնելու եմ ռազմաճակատ։ Ի տարբերություն իմ ներկայացրածի եւ ձեր պատկերացրածի, իմ եկած բանակը լրիվ այլ է։ Դուք ինձ ճանապարհեցիք ոչ թե բանակ, այլ իսկական պատերազմ։ Գործը շատ լավ է, հանգիստ, տաք, բայց ընկան տաքերը, կռիվն էլ դրա հետ մեկտեղ։ Վաղը պիտի գրավենք հորադիսը, որը կլինի վերջնական որոշում գրող գրողը։ Ես չէի գնա եւ ինձ չէին էլ տանի, բայց մեր տղաները հերթով խփվում էին եւ հիմա էլ նույնն է։ Վաղը իմ հերթն է։ Մինչև դասասենյակի անվանակոչությանը արարողությանն անցնելը ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտում զոհված բոլոր հայրենիների հիշատակը, որին հաջորդեց զինվորական տողերն ու երաժշտական հատվածները։ Վահան Օհանյանի մայրը Տիկին Անահիտ Քոչարյանը, ով երկար տարիներ Վանաձորի համար 10 դպրոցում աշխատում էր որպես դասվար, իր մեջ ուժ չէր գտել մասնակցելու այս արարողությանը։ Նրա հեղինակած «Միայնակ ինձ հետ» գրքից, որ նվիրել է որդու հիշատակին, աշակերտները տողեր ընթերցեցին։ Դասընկերներն ու ուսուցիչները չէին կարողանում զսպել հուզմունքն ու արցունքն աչքերին էին վերհիշում հերոսի դպրոցական կյանքը։ Որտե ուզում է վերընթերցել այն էջը, որի հետաքրքրությունն ու կարևորությունը ընթերցքում չէր զգացել։ Այդպիսիները փորձում են գունազրկված ներկան գեղեցկացնել անցյալի ուշերը։ Ընթերցանության ամենատարածված ձևը վերջինն է, կյանքի ու ապրելու ձևը։ Վահանը այնքան պատասխանատու մարդ էր, որ նա կյանքում ցույց տվեց, որ իր մեջ արժանինքները շատ են։ Նա շատ նախասիրություններ է, շատ լավ էր սովորում։ Իր հորից ժառանգած կարելի ասել, նա զբաղվում էր ռադիոտեխնիկայով եւ 6-7 դասարան կլինենք, Վահանը ընկերոջ հետ մեր դասընկեր Կարենը նրանց հետ միասին սարքեր էր պատրաստում։ 360 տանջերակ իրենց ունեցած ամենաթանկը տվել են հայրենիքի պաշտպանության համար։ Տվել են, որպեսզի մենք ապրենք խաղաղության մեջ, ապրենք, որպեսզի հաղթենք, որպեսզի աշխարհին ներկայացնենք մեր ազգը, մեր ժողովրդին, եւ դրա համար էլ այսօր մենք բոլորս այստեղ նստած պետք է մեծարենք նրանց, ովքեր իրենց կյանք են տվել, ովքեր դարձել են հաշվանդամ ու միայն ձեռք են բերել հպարտություն իրենց կատարածի համար։ Դարեր շարունակ մենք պետականություն չենք ունեցել եւ չունենալով մենք ձգտել ենք մի օրվա, որպեսզի կարողանանք թեկուզ մի կտոր այն մեծ տարածքից վերադարձնենք ու դարձնենք մերը։ Այսօր հաղթել ենք եւ հաղթանակի համար ծանր կորուստներ ենք տվել։ Եվ շնորհակալություն ձեզ բոլորիդ հետ, որ այսօր մեր կորցրած զոհված տղաների հիշատակը հարգում եք։ Այսօր այն 202-ից մեկին մեծարում ենք, հիշում ենք, ձեզ ուղղակի խորհուրդ կտամ, որ ամբողջ կյանքում ցանկացած լավ պահի, նաև հայերի մոտ կա ընդունված, որ կենացների շարքում են այդ ընդգրկում, հայրենիքի համար զոհվածների հիշատակը, փորձեք հիշեք դրանց։ Դա միայն մեր պատմությունն է, վաղվա մեր օրն է, եւ մեր նոր սերնդի դաստիարակման գործում դա մեծ գործարարս կլինի։ Սա հպարտություն է, եւ հիշենք, որ եթե որևէ ազգ դադարում է իր հողի համար կռվելուց, կորցնում է հողի համար կռվելու ունակությունը, նա կորցնում է այդ հողի վրա ապրելու իրավունքը։ Այստեղ է պարոն Հովհաննիսյանը, այստեղ է պարոն Մադարյանը, նրանք ովքեր Արցախյան ազատամարտի առաջին օրից մինչև վերջ կռվել են։ Եվ եթե նրանք այսօր այստեղ են, դա զուտ պատահականություն է, կարող է նաև չլինել այդպես։ Բայց մենք միևնույն չէինք ողբալու։ Ես էլ եմ պատահական այսպես։ Պետք չէր ողբալ, սիրելիներս, հպարտ եղեք, ուրախ եղեք, հզոր եղեք, որ այսպիսի քաջ զավակներ ենք մենք ունեցել, եւ դեռ ունենք, եւ դեռ պիտի ունենանք։ Եվ մեր ազգի լինելիությունը ապահովելու հենց սրանով։ Այս ձևով է ապահովելու ազգի լինելիությունը։ Այնպես որ սրբորեն հարգում ենք հիշատակը, բայց հպարտությամբ։ Վահան իսկապես շատ դաստիարակված աշակերտ էր։ Ընդհանրապես երբեք դասերի ժամանակ երբեք մեծ չեր ընկնի։ Կսպասեր, որպեսզի խոսեն, վերջում կարող է հեղինակավոր իր խոսքը ասել։ Իսկապես շատ լավ աշակերտ էր։ Սերունդը, եթե ոչ այսպես, այլ ինչպես պետք է փոխանցի հայրենասիրության այն գաղափարը, որ պետք է մեր երիտասարդները մեր զոհված ազատամարտիկները,
մեր հայրենիքի այսօրվա պահապանները, պատահական չէր, որ մենք 28 զինվորների համար սիմվոլիկ, բայց վերաբերմունքը ուշադրությունը, այսինքն դպրոցը ունի այս ուղղությամբ հարուստ ավանդույթներ ու պետք է շարունակի։ Այս դպրոցում նաև երկրապահ կամավորների համար հատուկ դասասենյակ կա, որտեղ հերոսներն են իրենց նկարներով ու իրենց մասին գրված գրականությամբ։ Օրվա արարողությանը ներկա էր Վանաձորի պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Բալայանը, ում խոսքով այն ազգը, որը դադարում է իր հողի համար կռվելուց, կորցնում են նույն այդ հողի վրա ապրելու իրավունքից։ Ես ուրախ եմ եւ հպարտանում եմ եւ ոչ միայն ես, բոլոր ուսուցիչներս գիտենք, որ Վահանի նման, եթե պահ լինի, եթե կարիք լինի, որ մեր զինվորները, մեր աշակերտները գնան կռվելու եւ եթե մտածեն, որ դրանից է իրենց հենց կռվելուց է կախված իրենց հայրենիքի փրկությունը, առանց վահանելու նրանք կգնան։ Երբ որ մենք մեր հերոսներին հավերժացնում ենք, սրանով իսկ ուզում ենք ցույց տալ աջող սերնդին, որ մեր ապագան իրենց ձեռքում է, որ իրենք պետք է միշտ պատրաստ լինեն իրենց երկրի պաշտպանության գործին եւ ամենակարևորը այն խոր գիտակցությունը, որ ամեն մի ազգ պարտավոր է պահել իր տարածքը, ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել եւ մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել։ Նժդեհյան այս գաղափարների հետևորդները շարունակում են մնալ այն բազմաթիվ խիզախայորդիները, ովքեր անմնացորդ նվիրվում են հայրենիքին ու անմահանում նաեւ այսպես։ Գևորգ Դերթյան, Լիլիթ Յոլչյան, Միք հեռուստաընկերություն, լուրեր։